Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն է Հայկ Մարգարյան, ողջույն Հայկ։ Ողջույն Ծովինար։ Շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու համար եւ առաջիկա հետաքրքիր զրույցի համար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Հայկը հանդիսանում է ICC խորհրդի անդամ եւ ներդրումների եւ առևտրի կոմիտեի ղեկավար, ինչ է ICC-ն, ինչ գործունեությամբ է զբաղվում եւ ինչ առաքելություն ունի, դրա մասին մենք մեր առաջիկա զրույցի ժամանակ անդրադառնանք, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի ազգային համակարգող, բավականին այսպես կարևոր ու պատասխանատու այսպես ոլորտ միջավայր, դրանց մասին իհարկե կխոսենք, բայց Հայկ, մինչև հիմնական թեմաներին անցնելը մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք եւ նաեւ ինչպես եք հայտնվել այս ոլորտում, հա, հատկապես ICC-ի մասով, քանի որ դրան էլի անդրադարձ կկատարենք, որքան մեծ կառույց է, մեծ առաքելությամբ, շնորհակալություն։ Ծովինար, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ասեմ, որ դուք շատ պայծառ գործ եք անում, որպես պայծառ մարդ։ Շնորհակալ եմ շատ։ Ու շնորհակալ եմ, որ միշտ հրավիրում եք ինձ ձեր միջոցառումները եւ գործերի մաս մի փոքր լինեմ ես, իմ համար պատիվ է։ Մեզ համար եւս շնորհակալություն։ Ու իմ կրթության մասին ասեմ, առաջի կրթությունս տնտեսագիտություն, հետո Ամերիկայում տնտեսագիտությունը Ռուսաստանում, Ամերիկայում բիզնես կառավարում, արդեն իմ բիզնես դիգրին ստացա այնտեղ Ամերիկայում իրենց կորպորատիվ մշակույթը նաև աշխատեցի, տեսա ինչպես է, շատ կարևոր է երկու պոլյուսները հասկանաս, ինչպես գործերը արվում են, որ դու հետագայում կարողանաս լեզու գտնես այդ երկու կողմերի կարևոր որոշում կայացողների, ես ավելի շատ բիզնեսի մասով եմ խոսում, որովհետև հա բիզնես լեզուն մի բան է, բայց ինչ լեզվով դու իրանց հետ խոսես, ավելի ճիշտ կարող ես ճիշտ կետին հասնես արդյունավետ ու երրորդը երևի ձեր համար կլինի սուրպրիզ աստվածաբանությունը իմ կրթությունից, արդեն իմ համար ես որոշեցի իմ նաև փիլիսոփայական հարցերի պատասխանները փնտրել ու դե լինելով նաև հայ առաքելական եկեղեցու անդամ դա ինձ համար հերիք չէր, ես որոշեցի մի քիչ ավելի սիստեմատիկ ուսումնասիրեմ աստվածաբանությունը, որ հասկանամ շատ կարևոր կյանքի իմաստների հարցերի պատասխանները։ Իրականում նաև Հայկ նշեմ, նաև մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, որ գործարարության մեջ այն կարևոր արժե համակարգերը, այն կարևոր որակները, որոնք որ իսկապես գործարարը պետք է իր մեջ կրի եւ ունենա, դրանք հենց նաև ինչպես նշեցի քրիստոնեական արժեքներից են գալիս։ Եթե մի փոքր շատ ավելի ուսումնասիրենք, խորանանք, կհասկանանք, որ նույն հոգեվոր տիրույթում կան բավականին կարևոր մտքեր, ուղղություններ, որոնք որ նաև գործարարության մեջ են շատ կարևոր։ Այո, համաձայն եմ ու իդեպ ասեմ այս թեմայով, որ ինչպես տրադիցիոն արժեքները ու մենք իհարկե որպես քրիստոնյա երկիր քրիստոնյա արժեքները կարող ես դու պահպանես եւ կայանաս որպես շատ հաջողակ գործարար, ինչպես կա համաշխարհային լավ օրինակները, մենք դրա շուրջ էլ մի փոքր պետք է հիմա այսպես մի փոքր փակագծերը բացեմ առանցին մեծ դելեգացիաներ ենք բերում վերջի Ամերիկայի զարգացումներից հետո ու նաև բիզնես եւ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններից ու թեմաներից մեկը քննարկումների թեմաներից մեկը դե հաշվի առնելով որ Ամերիկայում հիմա այն ուժն է ղեկավարում, որը տրադիցիոն արժեքների մասին շատ են խոսում ու քրիստոնյա արժեքների մասին, այն թեման կլինի ինչպես դու կարող ես արժեքները պահպանես, համամարտկային արժեքները ու զբաղվես գործարարությամբ ու հաջողակ լինես, որ մեր երիտասարդների համար էլ օրինակներ լինեն, որ դու կարող ես այս օրինակներով առնչվես։ Հրաշալի։ Հայկ, ըստ էության, ինչպես հասկացա, ուսումնառություն ստացել եք Հայաստանից դուրս, բայց այնուամենայնիվ վերադարձել եք Հայաստան եւ ձեր ամբողջ գիտելիքը, փորձը, կապերը ամենակարևորը ծառայեցնում եք Հայաստան աշխարհի զարգացմանը։ Այդ որոշման ինչպես եք եկել։
Միշտ երազում էի գայ Հայաստան ու վերջապես եկա, սկզբից լրիվ ներգրաված էի պետական համակարգում, հիմա իհարկե որոշ պետական ծրագրերի հետ շարունակում եմ առնչվել, բայց որոշեցի, որ ճիշտ կլինի հաշվի առնելով ինչ մեծ ռեսուրս կա համաշխարհային, որ մենք կարող ենք բերել Հայաստան, ու Հայաստանի մասին, մեր հրաշալի երկրի մասին շատերը չգիտեն, օգտագործելով միջազգային կառույցները, որոնցից մեկը գլխավոր է իմ համար այս պահին ICC միջազգային առևտրի պալատը, որովհետև համաշխարհային բիզնես կառույցն է, World Business Organization, իր մոտոն այդպես է, ու իրականում այդպես է, որովհետև ՄԱԿ-ի նման միջազգային մեծ կառույց է, բայց բիզնեսի համար 45 միլիոն համաշխարհային անդամներ, ու հիմա նպատակներից մեկը ինչքան հնարավոր է շատ օգտագործելով եւ ICC ռեսուրսը եւ իմ անձնական ռեսուրսը եւ լավ հարաբերությունները մեր երկրի ղեկավարության հետ միջազգային ներկայացությունները լավագույն կորպորացիաների եւ անհատ բիզնեսմենների բերել Հայաստան։ Հրաշալի է։ Հայկ, մի փոքր կներկայացնեք, քանի որ հաղորդման ամենասկզբի հատվածում նշեցինք ICC-ի մասին, ինքը ինչպես է, եկել Հայաստան կամ ինչ առաքելություն ունի, ինչ բաժիններ ունի, ովքեր են հիմնականում անդամակցում, կարճ կառույցի մասին, որպեսզի մեր ռադիոլսողներից եւ ռադիոդիտողներից շատերը, ովքեր որ առաջին անգամ են լսում կամ վստահաբար հետաքրքրություն ունեն, ավելի մանրամասն իմանան կառույցի մասին։ Շատ մերսի, ICC-ին համաշխարհային շատ կայացած, շատ հայտնի կառույց է Հայաստանում, նոր է կարելի ասել, մոտ 3 տարի առաջ գործարար խորհուրդը հիմնվեց, ICC-ին գրանցված էր 2018 թվականին, Հայաստանում մասնաճյուղը օֆիցիալ արդեն բացվեց, բայց հայտնի պատճառներով COVID, կառավարությունը փոխվեց, հետո պատերազմ է, բորդը չէր հիմնվում ու բորդը հիմնվեց 3 տարի առաջ ու շատ ակտիվ, որովհետև բորդի ղեկավար խորհրդի, գործարար խորհրդի անդամները կայացած բիզնեսմեններ են Հայաստանից եւ դրսից, մեր անդամները ասեն, որ նաեւ մինիմում 50% կարելի է դաժե ասել, դաժե մեծամասնությունը կանայք են ու շատ լավ օրինակներ ակտիվ ներգրաված գործար ոլորտում։ Այո, իդեմես ծովինարին։ Շնորհակալություն շատ։ Ու այսպես խորհուրդը ձևավորվեց Global ICC մասին ասեմ, Global 100 տարի առաջ, 100 տարուց շուտ 1915 թվականին հիմնվեց, որ պատերազմական իրավիճակներից ելնելով առաջին համաշխարհային, որ մի կառույց ստեղծվի համաշխարհային հանրությունը, որ կօգնի ոչ քաղաքական լեզակները օգտագործելով երկիրների մեջ արդեն ավելի արդյունավետ ու սերտ համագործակցություններ։ Այո, ու որոշվեց, որ դա տնտեսությունն է, բիզնես, ներդրումներ, առևտուրը ու այսպես ICC-ին տարավ միակ բիզնես կազմակերպությունը միջազգային, որը ունի consultative ստատուսներ ՄԱԿ-ում, մշտական ատոր ունի ՄԱԿ-ում permanent seat, մեր համաշխարհային Secretary General ինքը ՄԱԿ-ի հանդիպումներին միշտ մասնակցում է ու գլխավոր ՄԱԿ-ի սամիտների կազմակերպիչն է, համանախագահն է, այս վերջերս օրինակներից մեկը ես հուլիսին հրավիրված եմ ՄԱԿ-ի կողմից Սևիլիայում, Իսպանիայում ՄԱԿ-ի ֆինանսների եւ ներդրումների գլխավոր սամիտներ, շատ մեծ, մի մոտ 20 երկիրների ղեկավարները, միջազգային ներդրումների կազմակերպությունները, ինստիտուտները, անհատ ներդրողները, շատ հզոր սամիտ էր ու Հայաստանի կողմից պարոն նախագահան, պարոն Խաչատրյանը մասնակցեց high level հանդիպումներին, ես էլ հրավիրված էի ու պատիվ ունեցա պարոն նախագահի հետ մասնակցեի, արդեն եւ իհարկե ՄԱԿ-ի ծրագրերի շուրջ խոսեցի ու նաեւ ICC-ի մասով, որովհետեւ ICC-ին այդ սամիտի Global ICC-ին համակազմակերպիչն էր։ Հրաշալի։ Ու ICC-ին ես հասկացա, որ հիմա դրսերում շատ գործողումներ կրում եմ, ինչքան ինքը դրսերում շատ կայացած ու հզոր կարևոր կառույց է։
ICC Եվ որքան հնարավորություններ կա, որ կարելի է օգտագործել։ Այո, հա, ICC գլխավոր սեկրետարին այսպես պարոն նախագահի մոտ մի սլոտ բացվեց, ներկայացանոթացրեցի պարոն նախագահի հետ ու քննարկումներից հետո որոշվեց, որ այս COP17-ը, ելի որը Հայաստանում ամենամեծ միջոցառումը, որը սպասվում է 2026 թվականին, այո, հոկտեմբերին մոտ 20,000-ից, եթե չեմ սխալվում, շատ մասնակիցներ կլինեն ու շատ երկիրների ղեկավարները, ներկայացուցիչները, դելեգացիաները ICC-ին իհարկե պաշտոնական հրավերված ICC-ին իրենց ղեկավար կազմով գալիս են, բայց նաև ավելի համագործակցային ու գլխամասից առաջարկ եղավ, որ ինչու՞ չէ ICC անդամները համաշխարհային ամենամեծ կորպորացիաներ են, 45 միլիոն անդամ համաշխարհային, 100 երկիրներում կան ներկայացություններ, մոտ 180 երկիրներում կան անդամներ, որ այդ կորպորացիաները, լավագույն ընկերությունները միջազգային փորձենք գլխամասի միջոցով բերենք կոպի որպես գործընկեր պարտներ։ Հիմա այդ քննարկումների մեջ ենք ու իհարկե մեր երկրի պարոն նախագահան շատ ողջունեց եւ աջակցում է ինչքան հնարավոր է։ Շատ լավ, Հայկ, տեսեք, ինքս էլ շատ ծանոթ լինելով ICC-ին, ICC-ի գործունեության առաքելությանը, ICC-ն ունի տարբեր, այսպես ենթակառուցվածքներ, commission-ներ կամ ինչպես անգլերենով ենք ասում, մի փոքր դրանց մասին կնշեք ու նաև էլի ովքեր կարող են անդամակցել, քանի որ ICC-ի ըստ էության ամենակարևոր առանցքային, այսպես ծրագրերից կամ ուղղություններից մեկը նա է մոդելը նաև որ բոլորովին պարտադիր չէ որ դու գործարար ոլորտի լինես, այսինքն դու կարող ես լինել օրինակ իրավաբանության ոլորտում նույն արբիտրաժը կամ օրինակ կարող ես շատ խոշոր բիզնես չլինել փոքր եւ միջին ձեռներեցության commission մի փոքր իրենց մասին կներկայացնեք ու ինչպես կարող են անդամակցել նաև, հա, ում համար է, քանի որ ինչպես նշեցի մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մոտ միգուցե առաջանա ցանկություն ավելի մանրամասն, ավելի մոտիկից, ավելի ինտենսիվ ներգրավվածության մասնակից լինել։ Այո, համաշխարհային ICC իր գիծ ունի տարբեր կոմիտեներ, որի օրինակներով Հայաստանում էլ մենք բացեցինք իհարկե գլխավորը իմ կարծիքով ներդրումներ եւ առևտուր, դա միսիան է ICC, բիզնեսը, հետո PMZ-ներ եւ ձեռներեցություն, էներգետիկա եւ բնապահպանություն, արբիտրաժային ICC արբիտրաժային դատարանը աշխարհի ամենամեծ դատարանն է, աշխարհի գլխավոր commercial dispute-ները ICC դատարանում են քննարկվում։ Հայաստանում էլ մենք մեծ արբիտրաժային կոմիտե ունենք, որի ներկայացուցիչը 3 տարի մի անգամ նշանակվում է համաշխարհային դատարանի դատավոր։ Հետո թվային տնտեսություն, որը նորից շատ կարևոր է հաշվի առնելով Հայաստանում ինչքան լավ զարգանում է IT հայ-տեքը։ Հիմա թվային տնտեսության ղեկավարը ինքը նաև JITEX հիմա որ անցնում է Դուբայում աշխարհի ամենամեծ հայ-տեք իվենթ է, JITEX-ի Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչն է, առաջ անգամ Հայաստանից դելեգացիա գնաց եւ տաղավար բացվեց JITEX-ում։ Ինչ հետաքրքիր կոմիտեներ մենք ունենք, կոմիտեների գիծ փոքր եւ միջին ձեռներեցության, փոքր եւ միջին ձեռներեցության եւ կոմիտեների գիծ բանկային կոմիտե, բանկերը մեր կան բանկեր, որոնք մեր համահիմնադիրներն են, նաև մեծ կազմակերպություններ ու կոմիտեների կից կան աշխատանքային խմբեր, task force-եր, իրենք կարող է լինեն ոլորտային, կարող է լինեն երկիրների հետ, հայ-հնդկական աշխատանքային խումբ, հայ-սինգապուրյան, հիմա եվրոպական երկիրների հետ, քանի որ ICC Հայաստանը ընդամենը 3 տարի, ինչպես դուք նշեցիք Սովենար ջան, 3 տարվա մեջ ինքը շատ ակտիվ զարգացում ունեցավ։ Ակտիվ զարգացում եւ անդամների, եւ ծրագրերի, եւ ընդհանուր ուղղությունների մասով, այո։ Այո, հիմա արդեն մեր մոտ հասել է այն պահը, որ մենք ուզում ենք ավելի ինստիտուցիոնալիզացնենք ու ամենակարևորը իր գլխավոր ռեսուրսը, գլխավոր արժեքը միջազգային ցանցը համաշխարհային ու ռեսուրսը։ Հիմա ուզում ենք դերսի ICC-ի
ներկայացուցիչները ICC դրսի մեր օֆիսները օգտագործելով բիզնեսմեններին բերենք Հայաստան ու համարյա ամեն շաբաթ տարբեր դեսպաններն են գալիս մեր մոտ դեսպաններն էլ ուզում են ցույց տան որ պրակտիկ գործեր են անում Հայաստանում ոչ թե միայն ցույց տան եւ անեն ICC-ին նաև ներգրավվածություն են այո ICC-ին այդ կառույցներից լավագույնն է ու Հնդկաստանի հետ արդեն 4-ը մենք բիզնես ֆորումներ արեցինք Հնդկաստանից եկան հիմա Շվեյցարիայի հետ 3 արեցինք 3 հատ Բելգիա Չինաստանի հետ հիմա բանակցությունների մեջ ենք ու գիտեք ամենակարևորը մի քանի բան ավելացնեմ ICC-ն նաև Հայաստանում է սպային չի բայց համաշխարհային RF3 արտահանման մաքսային եւ տարբեր ստանդարտների մշակողն է որը մենք նաև ուզում ենք բերել Հայաստան, որովհետև մեր արտահանողների մոտ խնդիր կա, մենք շատ արտահանողները նաև հաշվի առնելով իմ նախկին գործերը, մեր արտահանողները շատ կախված են կլասիկ պոստսովետական շուկաներից ու հիմա քանի որ տնտեսության դիվերսիֆիկացիա է մեր շուկաները բաց են, հնարավորությունները շատ են, այո։ ICC-ն լավագույն գործիքներից է, որ դուրս գաս ցանկացած շուկա ու ինչ տիպի արտադրությունով ուզում ես մեզ կարող են դիմեն այն արտադրողները եթե իրենք ունեն մոտավորապես պատկերացում որ շուկայում իրենք ուզում են ներկայացված լինեն մենք կաջակցենք եթե չէ նորից մենք խորհուրդ կտանք ու կկապենք մեր գոլեգաների հետ ու գիտեք մի բան էլ ավելացնեմ ICC-ից կա համաշխարհային ֆեդերացիաների պալատ, որը կան առանցին ICC-ների գրասենյակները, կա առանցին պալատներ, ինչպես Հայաստանում RF3 արդյունաբերության պետական պալատը կա, որը այս տարի դարավ մեր ICC անդամ, Հայաստանի ICC անդամ, կան լոկալ պալատները տարբեր երկիրների, չգիտեմ, հայ, բելգիական, հայ որը կա Սլովակիայի կամ տարբեր երկիրների հետ պալատներ կա, հայ հնդկական պալատներ, իրենք համաշխարհային տարբեր երկիրների եւ պետական եւ մասնավոր տարբեր երկիրների հետ կապված պալատները, եթե իրենք ուզում են ավելի շատ visibility, այսպես ասած, տեսանելիություն ունենան, իրենք շատերը ուզում են դառնալ ֆեդերացիայի անդամ համաշխարհային պայմաններից մեկը ու ես ուզում եմ նաև եթե մեզ լսում են մեր Հայաստանում կան, չգիտեմ, երևի մի 15-20 տարբեր պալատներ, որոնք առանցին լավ գործեր են անում, բայց էլի իրար հետ չեն համագործակցում։ Հա, մենք մեր խնդիրը բոլորիս, որ քիչ իրար հետ համագործակցում ենք։ Հիմա ես Սփյուռքից մի մեծ բիզնեսմենի հետ էի խոսում, ասում եմ ինչ ծրագրերի մեջ ուզում եք ներդրումներ անեք ասում եմ կա մեր ընդանուր գործընկերը ասում եմ սպորտային դպրոց ուզում եմ մարզում բացի ասեց մենք եթե սպորտի հետ կապված միայն թիմային սպորտի մեջ պետք է ներդրում անենք որովհետև եւ սպորտային հմտությունները զարգացում ենք եւ թիմային աշխատանք մեծացում որովհետև մեր հայերի մոտ այդ խնդիրը կա մենք շատ ինդիվիդուալիստիկ ենք ու նույնն է դա մենք տեսնում ենք եւ գործարար միջավայրում եւ կենցաղում այո եւ պալատների մեջ ամեն մեկը լավ գործանում շատ լավ բայց իմպակտը մասշտաբը փոքր է ու դաժե դուպլիկացիա է լինում ու հիմա լավ գործիք կա եթե ֆեդերացիայի անդամ ուզում ես դառնալ ICC-ին կարող է քո տեխնազությունը ներկայացնի մենք այս տարի չէ երևի դժվար չենք հասնելու հաջորդ տարվա սկիզբ անենք ֆեդերացիայի միջազգային պալատների ֆեդերացիայի ներկայացումը Հայաստանում որ լոկալ պալատները ով կուզենա ավելի այսպես մասշտաբային գործանի մենք իրենց տեխնազությունը ներկայացնենք այդպես հրաշալի է իրականում եթե այս հատվածը ամփոփեմ կարող ենք մեկ նախադասությամբ ձևակերպել որ ICC-ին դա լայն հնարավորությունների մի շրջանակ է համայնք է որտեղ յուրաքանչյուր արարող մարդ յուրաքանչյուր այսպես երկրի արժև ծառացած խնդիրներով կամ որևէ բարիք ստեղծելու մասով վստահ կարող է իրեն գտնել վստահ կարող է իր ներգրավվածությունը ունենալ եւ
դա կարող է իսկապես հիմք հանդիսանալ նոր գիտելիքի, փորձի ու կապերի ձեռքբերման համար։ Եվ նաև մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուղղորդենք, հայք ինչպես կարող են դիմել, ում կարող են դիմել կամ ինչպես այդ ճանապարհը անցնեն, հա։ Հա, խնդրում եմ, մեր գրասենյակը կենտրոնում է ICC Armenia, եթե դուք Google անեք, կարող եք գտնել ամբողջ տվյալները Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում, այո։ Ու ինչ ուզում եմ ավելացնել, ICC-ի միջոցով դուք կարող եք, քանի որ մեր անդամները եւ նաեւ իրենք էլ կայացած գործարարներ են եւ Հայաստանից եւ դուրս, դուք կարող եք ձեր ծրագրերը նաեւ ներկայացնել, որ մենք եւ շրջանառենք անդամների մեջ եւ Global ICC-ի մեջ, ու լիքը իմ օրինակով շատ ծրագրեր կային, որոնք ստացել են պարտներստվաներ, ներդրումներ կամ դուրս գալ ուրիշ շուկաներ, ինչու, որովհետև օրինակ RCC Արգենտինայի հիմնադիրը Էրնեկյանն է, պարոն Էրնեկյանն է, այսպես զուգադիպեց, որ հայ է, որովհետև Արգենտինայի լավագույն բիզնեսմեններից է։ ICC Կատարի, ես հիմա պետք է Կատար թերնեմ էլի ՄԱԿ-ի սամիթներից մեկը, ու պետք է հանդիպեմ իրեն, Կատարի ղեկավարը ICC թագավորի էլի կուզենն է, այսպես ռոպորտեղն եթե չեմ սխալվում։ Այսինքն էլի կապեր, էլի մտերմություն, այո։ Բայց կապեր հենց շատ վստահելի ու մեծ ռեպուտացիա ունեցող մարդկանց հետ, որ դու ավելի համոզված լինես, որ քեզ չեն խաբելու ու օգնելու են ավելի ճիշտ այդ շուկա դուրս գալ։ Հրաշալի է, մեր ռադիոլսողներին, ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ ICC անդամ կարող եք դառնալ կամ ընդհանրապես գործունեությանը կառույցի կարող եք ծանոթանալ Facebook-ում, LinkedIn-ում, Instagram-ում, նաև կապ հաստատելով կարող եք հենց առանձին քմիշնների կամ բաժինների ներկայացուցիչների հետ հանդիպել, ավելի մանրամասն ծանոթանալ գործունեության ու առանցքային ուղղություններին։ Եվ այստեղ հաջորդ կարևոր հարցն եմ ուզում տալ, Հայկ, իրականում ձեզ ճանաչելով նաև գործարար ոլորտում ու նաև այն ճանապարհը, որը որ անցել եք, դուք էլի ձեր խոսքի մեջ էլ դրա մասին շատ նշեցիք, բայց շատ խոսում եք կապերի ու համագործակցությունների մասին, իրականում ինքս էլ շատ այսպես գաղափարական կիսում եմ այս կարևոր մասը, որ բոլոր հաջողությունների հիմքում ընկած են արժեքավոր կապերը ու համագործակցությունը, փոխօգնությունը։ Միայն այս ճանապարհով կարելի է եւ մասշտաբային ազդեցություն ունենալ եւ մեծ ծրագրեր անել։ Մի փոքր նաև դրա կարևորության մասին ձեր մտքերով, ձեր գաղափարներով կկիսվեք ու նաև իսկապես ես դրա մասին շատ եմ ասել, դուք երևի իմ ճանաչած եզակի հայ գործարարներից եք, ովքեր որ ու մոտ որ այդ իրար կապելը, իրար ծանոթացնելը, իրար հետ համագործակցելը այսպես շատ բարձր մակարդակի վրա է ու դուք այդպես ոչ մեկին բաց չեք թողնում, հա, եթե տեսնում եք մարդիկ, ովքեր որ վստահ իրար հետ կարող են որևէ համագործակցության եզրեր գտնել ու ճանապարհ գտնել, առիթը բաց չեք թողնում այդ կապը, այդ ծանոթությունը հաստատելու համար։ Հա, գիտեք, որ ամեն մեկը ունի իր հմտությունները ու ես միշտ հիշում եմ նաև ձեր խոսքից Ովենարժան, որ ուժեղացնենք մեր ուժեղ կողմերը։ Ժամանակը շատ քիչ արագ թռնում է ու ես իմ մասով տեսնում եմ, որ ես կարող եմ այդ բացը լրացնեմ, որ քանի որ եւ պատիվ ունեմ եւ հնարավորություն ունեմ տարբեր դրսերի հանդիպումներին եւ միջոցառումներին մասնակցեմ ու շատերը ինձ հարցնում են ինչպես կարող ենք ձեր երկիր գանք, ես իրենց հրավիրում են, իրենք լսում են, հաջիկով գալիս են, դաժե կարող ես փոքր հրավեր իրենց տաս ու շատ ծախսեր չունենաս, իրենք գալիս են որպես ծանոթանան երկրի հետ, հետո հարցնում են ու այսպես մի փոքր կայծից կարող է ծրագրեր բացվեն լավ, օրինակներից մեկը Կազախստանում է այս վերջերս մի ծրագիր ազատ տնտեսական գոտի բացվում էր, ինձ խնդրեցին, որ ես մի փոքր օգնեցի, հետո այդ գործարարները իմ հետ խոսալու ժամանակ հարցրեցին, իսկ դուք որտեղից եք, ասեցի Հայաստանից եմ, եկեք Հայաստան էլ նայեք, հա Կազախստանը շատ լավ է, բայց Հայաստանն էլ հիմա դառնում է այս տարածաշրջանի գլխավոր խաբերից ու եկան Հայաստան կես տարի արդեն հիմա աշխատում են, որ մի էքսպո կենտրոն բացվի, այլի անմիջական շփումներից հետո նաև կարևոր է ինչու ես աստվածաբանության եւ արժեքների մասին նշեցի, քո վրա աշխատես, որովհետեւ այս փորձառու մարդիկ իրենք շատ
զգում են ինչքան դու կարող ես մարդուն վստահես Ամենակարևոր կապիտալն է, այո։ Ու իրենք սենց իրանց ռենտգենով միանգամից ֆիլտրում են մանավանդ կայացած ու այսպես լայն շրջանակների շփում ունեցող մարդիկ ու եթե քո վրա աշխատես ու իրականում դու վատ նպատակներ չունենաս, բայց նաև դրա հետ միասին պրակտիկ առաջարկներ ունենաս, թող լինի փոքր, դա կարող է կայս լինի, որ հետո այդ մարդկանց ավելի մեծ ծրագրեր իրականացնել, ավելի մեծ ծրագրեր ու հարաբերությունների մեջ մտնել։ Կարող է շատ արագ չստացվի մի բան, բայց ընթացքում կբացվի, գիտեք, այնքան է եղել իմ մոտ, որ մարդկանց օրինակ այսօր Dubai Chambers-ի փոխնախագահներ եկել Հայաստան ու Տիգին Դեսպանի հետ ֆորում արեցին Dubai պալատի հետ, որի 30 տարվա ադմինիստրատիվ ղեկավարը իմ ազնական ընկերս է, շատ պատական իր հետ ծանոթացանք ու շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Հիմա ես իրեն հրավիրեցի Հայաստան նոյեմբերի կեսերին, որ պետք է կազմակերպենք մի սենց շատ կարևոր գործարարների համար այս բային փակ, բայց կարող է որոշ մասը բաց կլինի ֆորում, որ ինքը մասնակցի, եկավ Հայաստան, միանգամ եկել էր, սիրահարվեց, հիմա ինքն է ինձ ասում է դու ինչ հետաքրքիր բան կա, ոչ մի ծախս պետք չի, մենք կգանք կտեսնենք Հայաստանում։ Հիմա արդեն մի ծրագրի վրա աշխատում են ու հուսով եմ շուտով կլինի, բայց էլի շատ սով կա իրանց կողմից, գան տեսնեն ուրիշ երկիրները, ինչու մենք չօգտվենք այդ հնարավորություններից, այո։ Իրականում շատ կարևոր բան եք նշում, Հայկ, հատկապես որ հիմա աշխարհը ավելի բաց է, հնարավորությունները ավելի շատ են, ավելի լայն են ու իրապես եթե մենք էլ ունենք այդ հնարավորությունները, ինչու առաջին չօգտվենք եւ երկրորդը չբացենք հնարավորությունների դաշտ գործարար ստեղծող, արժեք ստեղծող անհատների համար, ովքեր որ իսկապես մեծ են մտածում եւ իրենց համար այդ համագործակցության, փոխօգնության կտորը բավականին շատ կարևոր է։ Ուզում մեր զրույցը այսպես ամփոփելով ձեր ամենակարևոր միտքը, խորհուրդը մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, Հայկ, հատկապես երիտասարդ գործարարներին։ Մենք ICC-ում երեք որոշվեց, արդեն միշտ մտածում էինք երիտասարդների ուղղություն բացենք, լավ է որ նշեցիք, Ծովինար ջան, արդեն համակարգող նշանակեցինք, այսօր ոչ պաշտոնական ու կհայտարարենք երիտասարդներ ջան, համեցեք մեր մոտ, շփվեք, դուք շատ տաղանդավոր եք, շատ լավն եք, մի շատ լավ ընկեր ունեմ, որի մասին միշտ ասում եմ, մեր էլի ղեկավար խորհրդից է, Ռաֆի Բակչյանը ու սեկրետարի մեր ջեներալը Ռաֆի Սեմերջանը, որոնք երիտասարդների վրա շատ մեծ կենտրոնացված են։ Իրենք ասում են, չգիտեմ, որովհետև ցավոք սովետի այս ազդեցությունը շատ էր իրանց մենտալիտետի վրա, իրենք ասում են, որ 60+ արդեն դժվար է այդ մարդկանց փոխել, դժվար է, թե իրենք արդեն կայացած են քիչ թե շատ։ Մտածողության առանցքային ուղղություններ ունեն, շատ բաներ կայացած է, այո։ Ասում է 40-ից մինչև 60 հնարավոր է, բայց իրենք ծանր ժամանակներին ապրել են, բայց իրենք մի պլյուս ունեն, դեպի ես 41 տարեկան եմ եւ կարող եմ երիտասարդների հետ լեզու գտնել եւ ավելի միջին տարիքի բարձր։ Բայց ասում է, էլի պետք է քո վրա աշխատես, որ все-таки այն դժվար օրերը, որ դու անցել ես 90-ական թվականները, շատ կրթություն կարող է շատերը, ինչպես հիմա տեխնոլոգիական չեն ստացել, քո վրա աշխատես ու չկորցնես այդ մոմենտումը, բայց ամենատաղանդավորները կոպիտ ասած մինչև 40 պլյուս մինուս ու երիտասարդները, որովհետև իրենք ունեցել են հնարավորություն սենց միջազգային փորձ, դաժե եթե չեն գնացել ֆիզիկապես, տեսել են, շփվել են, լսել են, հետո հնարավորություններն են շատ, տեղեկատվությունն է շատ իրապես։ Այո, ու ես խնդրում եմ, եկեք կան կազմակերպություններ, ICC նման, եկեք, մենք ձեզ կողջունենք, մանավանդ Հայաստանի երիտասարդները շատ տաղանդավոր են։ Մենք ձեզ կծանոթացնենք, դաժե եթե պրոստը նստեք, լսեք մեր քննարկումները, մեր գլոր սեղանները,
դուք շատ արագ ձեր մեջ ձեր կբերեք այդ ինֆորմացիան ու հետո մենք կօգնենք ձեզ փոքր ծրագրերով այսօր ֆինանսական հմտությունների մասին ենք խոսում մի ձեռներեցի հետ էլի շատ մեծ ու ես հիշեցի որ երիտասարդների համար մի ստարտափ կա ինչպես երեխաներին սովորացնես ֆինանսական գերագիտություն ես այդպես խոսեցի հիմա ես կուղարկեմ իրեն կկապեմ այդև կարևոր է որ արդեն փոքր ժամանակից դու ունենաս այդ գերագիտությունը այո ինչ ասեմ դուք հավատացեք ձեզ չմտածեք որ դուք երիտասարդ եք ու դուք չեք դուք կարող եք իմացեք որ ես տարբեր չգիտեմ տարբեր ոլորտների կայացած մարդկանց հետ նստում եմ իրանք էլ ունեն իրենց խնդիրները պրոստը կարող է քանակները մի քիչ ավելի շատ են բայց նույն խնդիրները բոլորս ունենք դուք չմտածեք երիտասարդներ դաժե եթե այս բային դուք որոշ բան չեք հասել բայց դուք այնքան մեծ արժեք ունեք նաև Աստծո համար եթե կարելի է նշեմ ամեն մեկը շատ արժեքավոր է ու չհուսատափեք եթե մի բան չի ստացվի շարունակեք եկեք այս վերջը ես մի երիտասարդ աղջիկ ինձ մոտեցավ ասում է կարող է դուք ինձ մի փոքր մենտորություն անեք ես ասեցի դե եթե կարողանամ հաջիկով բայց այնքան ուրախանում եմ որ այսպես ձգտող երիտասարդներին տեսնում եմ ձգտեք փնտրեք ու անպայման դուք կստանաք կգտնեք շնորհակալություն շատ Հայկ իրականում շատ կարևոր ու առանցքային զրույցի համար ու իսկապես միջավայրը շատ կարևոր ազդեցություն կարող է ունենալ անհատի ինչպես հաջողությունների այնպես էլ ձախողությունների մեջ ու որքան որ շատ հայտնվեք հա այնպիսի ստեղծարար միջավայրում միջավայրեր որտեղ որ իսկապես մարդիկ մտածում են արարելու առաջ շարժվելու դրական փոփոխություններ բերելու իրար օգնելու համագործակցելու մասին անհնար է այդ միջավայրերում չաճել, չզարգանալ եւ ամենակարևորը մեծ արդյունքներ չունենալ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն շատ ձեզ եւ մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարալիքի եթերում անդրադարձ են կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Հայկը Մարգարյան։ Շնորհակալություն։